Շունչը չի հերիքում, ոտքերը առաջ չեն գնում, չի ենթարկվում մարմինը, բայց ինչքան կա, բարձրանալու է ծիծեռնակաբերդ։ Ոչ մի դեպքում չի ուրանալու։ Հայրս, մայրս, վանեցի վասպուրական։ Հոր ու մոր պատմություններով է մեծացել։ Մեր իմ մտանիքի կյանքը պատմություններով եմ ապրել։ Իրենց դաժան պատմության մասին միշտ լռել են Էրզրումցի Բարդուղիմեոսն ու կինը Եփրաքսյան։ Մատ հոգեր քաշում ու լռում էր երկար։ Ու լռելուց հետո արդեն զգում էր, որ ինքը ինչո բաներ է հիշում։ Այս կնոջ տատը դերձորում գաղթի ճամփին ստիպված իր աղջկան գցել է ձորը, որ թուրքերը երեխայի լացի ձայնի պատճառով չկատաղեն։ Սուր չքաշեն բոլոր գաղթականների վրա։ Ինքը շպրտել էր իր աղջկան։ Ասում էր ու գլխաշորը քաշում երեսին, որ չտեսնենք։ Մամիս ասում էր Իր հոր գլխին հորաքրոջ մազերն են դրել, որ տղա լինելու համար չմորթեն թուրքերը, Վանիքերտ գյուղից դուրս գալիս։ Պապայից գլխին են արի 7 տարեկան, բերել են, որ սահման այդ քուրդն ասել է կապեք երեխու գլխին, տղին չմորթե ճամփին։ Երբ հավաքվում էին, հիշում էին գլուխներով անցածը, մի ամբողջ գիշեր ողբը չէր կտրվում տանը։ Հիշում է 76 տարեկան կինն իր մանկությունը։ Հիմի ո՞նց ասում ցեղասպին չկա, դու թաղի գոգուլին։ Հա? Մեկ ես եմ այդ մարդ իմ հերս հենց այդ զոհերից մեկն է։ Դիակների արանքում է թաքնվել Հայաստան Մանուկյանը, որ փրկվի։ Քանի որ սպանվածներին թուրք ենիչաները վերցնում են իրենց խանչալներով նորից տուգում են մահացել, նա թաքնվել էր դիակների տակ, զոհվածների տակ եւ այդպես 14 ամյա գեղեցկուին փրկեց իր կյանքը։ Փրկվելու համար իր համշենահայ գերդաստանը իսլամ է ընդունել ցեղասպանության ժամանակ։ Ասում է նաև ինքը իսլամ ընդունած իրեն հայ անվանող այս տղամարդը։ Թուրքերեն է խոսում, հայերեն գրեթե չգիտի։ Միջին դպրոցում հասկացա ով եմ։ Մենք օրվա մեծ մասը համշենահայերեն ենք խոսել։ Հետո երբ մեծացա, հասկացա ինչ են արել թուրքերը մեր գլխին։ 2 անգամ ձերբակալել են թուրքերը հայ ու հեղափոխական լինելու համար։ Պատմում է, որ Համշենում իր գերդաստանին սպառնացել են թուրքերը, եթե հայերեն խոսեն, իրենց հայ համարեն կկտրեն լեզուները, ու շատ հայեր անլեզու են մնացել։ Համշենում 2 կյանքով են ապրում հայերը։ Գրեթե միշտ ստիպված են ծպտվել, չխոսել հայերեն, թաքցնել ինքնությունը։ Մերձավորների ներկայությամբ փորձում են հայի պես ապրել։ Ցեղասպանություն, որ ինչ-որ առումով շարունակվում է նաև այսօր Թուրքիայի որոշ շրջաններում ապրող հայերի համար։ Մենք ջնջում ենք ամեն ինչ, եւ հիշողությունը, եւ այն, որ ինչ-որ տեղի է ունեցել։ Սա է գենետիկ հիշողություն կա, դա չես կարող ջնջել։ Եվ ես ասել եմ, էլի կասեմ, նրանք ովքեր արտահայտվում են նման ձևով կասկածի տակ են դնում, պետք է նրանց ուղղակի ինքնությունը, արյունը ստուգել, արդյոք հայը կարող է նման բան ասել։ Ինչպես էին թուրքերը տղամարդկանց ոտքերը պայտում, կանանց որովայնը պատռում, տեսնելու հղի են թե պարզապես գեր են։ Հայրս պատմում էր, որ Հոր խոսքերը մինչև հիմա գլխում են։ թուրքերը հղի կանանց խշտիկով խփում էին փորին, երեխային հանում օդով բարձրացնում էին վերև։ Մի խոսքով շատ դաժան բան էր։ Իր հորեղբոր կոկորտի սպիները տեսել է այս տղամարդը։ Տատի շալն է փրկել փոքրիկ տղային, որ արյունահոսությունից չմեռնի։ Զինյալները մոտեցել են այդ պարավ կնգա մոտ, այդ երեխեքի մոտ։ Ամենամեծ երեխեն եղել է 12 տարեկան, հորողբերը սա եղե, հորողբորս հիմա իմ հորողբերն եղե, այդ երեխեն թուրքը դրել է գետին երեխու կոկորտը որ կտրի։ Այն կողմից այդ թուրք զորավոր ա եղե, այդ թուրք զորավարն ասել է այդ երեխու կոկորտը մի կտրա։ Այս տղամարդու Սասունցի պապերը Անդրանիկի ջոկատում են կռվել, ինքը հավատում է, Անդրանիկներ հիմա էլ կան։ Գանա Մովսիսյան, Լաննա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Միլենա Պողոսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։